Ուսումնական նախագծի նպատակը։ Նախագիծը նպատակ ունի զարգացնել սովորողների ներդաշնակության զգացումը բնության և արվեստի մեջ, ընդգծելով մաթեմատիկայի դերը։ Այն խթանում է միջառարկայական կապը, հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ և կիրառական հմտությունների զարգացումը ճարտարապետության ու նախագծման ոլորտներում։ Աշակերտները կձևավորեն վերաբերմունք արվեստի և իրականության կապի հանդեպ, կզարգացնեն ճանաչողական կարողությունները և արժեքային համակարգը։ Ուսումնական նախագծի վերջնարդյունքները։ Առաջին՝ կզարգացնեն ստեղծագործական մտածողություն և այլընտրանքային լուծումներ գտնելու հմտություն։ Երկրորդ՝ կկիրառեն տվյալների մշակում և մոդելավորում ճարտարապետության մեջ։ Երրորդ՝ կօգտագործեն նոր տեխնոլոգիաներ 3D մոդելավորման և հատակագծերի ստեղծման համար։ Չորրորդ՝ կգտնեն արվեստի գործի հաջողության չափորոշիչները։ Հինգերորդ՝ կմշակեն և կմոդելավորեն ճարտարապետական լուծումներ ժամանակակից մեթոդներով։ Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտները ծանոթացան նախագծային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ շինարարական, տեխնոլոգիական և դիզայներական հմտություններին։ Ամբիոնի շինարար մասնագետներից ստացան իրենց նախագծային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ բոլոր հարցերի պատասխանները։ Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում աշակերտները ծանոթացան 9-ամյա կրթության հիմքով միջին մասնագիտական կրթությամբ ուսումը շարունակելու համար մասնագիտությունների ցանկին և որակավորումներին։ Արդյունքում աշակերտները համալսարանից հեռացան մեծ ոգևորությամբ և գիտելիքներով զինված, հետագայում կրթություն շարունակելու պատրաստակամությամբ։ Նրանք մեզ ծանոթացրեցին AutoCAD ծրագրին, որով գծում են շենքերի հատակագծեր։ Ցուցադրեցին աշակերտների նախագծային աշխատանքով պատրաստած մոդելները։ Ոսկի հատումը հատվածի բաժանումն է մասերի, որի դեպքում ամբողջ մասը հարաբերում է իր մեծ մասին այնպես, ինչպես մեծը հարաբերում է փոքրին։ Այս զարմանահրաշ համամասնությունը բավականին համատարած բնույթ ունի, այն սերտորեն կապված է Ֆիբոնաչիի թվերի հետ։ Ֆիբոնաչին 12-րդ դարի նշանավոր իտալացի մաթեմատիկոս է, ով առաջին անգամ ուսումնասիրել է թվերի այս շարքը։ Ֆիբոնաչիի շարքում յուրաքանչյուր թիվ սկսած երկրորդից հավասար է նախորդ թվի 2-ի գումարին։ Համեմատականությունը գեղեցիկի մեջ։ Գեղեցկությունը զգացումը ներդրված է մարդու մեջի սկզբանե։ Գեղեցիկը լինի բնության մի այգու, թե արևը մայրամուտի, օրորոցի երգ, թե գեղանկար չի կտա, վանք ներանդալջին թե հին քանդակ միևնույն է ոչ մեկին անտարբեր չի թողնում։ Գեղեցիկն ընկալելով զգայականորեն մարդիկ միշտ ցանկացել են, նաև հասկանալ այն բանականությամբ։ Այն գաղափարը, որ արվեստի, ստեղծագործությունների, ներդաշնակության և գեղեցկության հիմքը ամբողջի և նրա մասերի համամասնությունն է, որը գալիս է դարերի խորքից։ Մեծ մաթեմատիկոս և փիլիսոփա Պյութագորոսն առաջինն էր, որ գտավ բարեհնչության համար անհրաժեշտ հարաբերությունները երկու լարերի երկարությունների միջև՝ օկտավա, քվինտա, քվարտա, դրանով դնելով երաժշտության տեսության հիմքերը։
Համեմատականության օրենքները հսկայական դեր են կատարում նաև ճարտարապետության մեջ, այսպես եգիպտական ճարտարապետներն իրենց գործերում հաճախ են օգտագործում կողմերի 3-ը հարաբերած 4-ի հարաբերած 5-ի հարաբերություններով եռանկյունը, որը սրբազան էին համարում, շենքերի համարները գծագրելիս այդպիսի համամասնությունների հետևել են նաև հայ ճարտարապետները Գառնիի հայտնի տաճարը կառուցելիս, անցյալում այն գեղարվեստական ոճին հատուկ համամասնությունների համակարգը գրեթե միշտ գաղտնիք է եղել և խստորեն թաքցվել է, հատկապես թաքցվում էին չափերի համեմատականությունները, գոթական ճարտարապետության ներկայացուցիչները։ Անցյալի շատ ճարտարապետական կառույցների հիմքում ընկած է մի համամասնություն, որը կոչվում է ոսկե հատում։ Ոսկե հատումը հատվածի այնպիսի բաժանում է երկու մասին, որի դեպքում ամբողջ հատվածը հարաբերում է իր մեծ մասին, այնպես ինչպես մեծ մասը հարաբերում է փոքրին։ Պատահական չէ, որ պյութագորասականները իրենց քաղաքնիության խորհրդանշում պենտագրաման օգտագործել են հնգաթև աստղը։ Այդ պատկերում աստղի կողմերի վրա զարգացած հատվածի և հարևան ավելի փոքր հատվածի հարաբերությունները հավասար են ոսկե հատմանը։ Նույնիսկ բարձրագույն երկրաչափական պատկերներից ուղղանկյունների գեղարվեստական առումով ամենագրավիչը համարում են այն ուղղանկյունները, որոնց կողմերի հարաբերությունը հավասար է B-ի։ Այս անվանարար համամասնությունը բավականին համատարած բնույթ ունի։ Օրինակ, այն սրտորեն կապված է այսպես կոչված Ֆիբոնաչի թվերի շարքի հետ՝ 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34։ Ֆիբոնաչին 13-րդ դարի նշանավոր իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Բիզացում կեղծանունն է։ Լեոնարդո Բիզացն առաջին անգամ ուսումնասիրել է թվերի այս շարքը իր աբակի գրքի աշխատության մեջ։ Ֆիբոնաչիի շարքում յուրաքանչյուր թիվ սկսած 3-ից հավասար է նախորդ երկուսի գումարին, 2-ը հավասար է 1 գումարած 1, 3-ը հավասար է 2 գումարած 1, 5-ը հավասար է 3 գումարած 2, 8-ը հավասար է 5 գումարած 3 և այդպես շարունակ։ Եթե դիտարկենք Ֆիբոնաչիի շարքում իրար հարևան թվերի հարաբերությունը 5-րդ, 8-րդ, 13-րդ, 21, 13-րդ, ապա կարելի է համոզվել, որ յուրաքանչյուր հաջորդ հարաբերությունները տալիս է ֆի թվի ավելի ու ավելի ճշգրիտ արժեքը։ Ֆիբոնաչի թվերը հաճախ են հանդիպում բնության մեջ, օրինակ այդ թվերին համապատասխան են դասավորված տերևները կոթունի վրա։ Տերևների յուրաքանչյուր երկու զույգերի միջև երրորդը գտնվում է ոսկե հատման կետում։ Ոսկե հատման սկզբունքով է դասավորված նաև որոշ ծաղիկների թերթիկները և սերմերը պտուղների մեջ։ Տարի ճյուղի վրա իր կյանքի երկրորդ տարուց հետո յուրաքանչյուր տարի ծնվում է ևս մեկ ճյուղ, ապա գտնենք, թե մեկ նորածին ճյուղ քանի տարվա ընթացքում քանի ճյուղ կդառնա։ Առաջին տարում կծլի մեկ ճյուղ, երկրորդ տարում մեկ ճյուղ, երրորդ տարում երկու ճյուղ, չորրորդ տարում 3 ճյուղ, 5-րդ տարում 5 ճյուղ, 6-րդ տարում 8 ճյուղ, 7-րդ տարում 13 ճյուղ և այդպես շարունակ։ Մեր նախագծի պրոդուկտն է սահիկաշար և տեղեկատվական թերթիկ։ Տեղեկատվական թերթիկը ներկայացնում է ոչ միայն ոսկե հատումը բնության ճարտարապետության մեջ, այլև իրազեկումը։ Իրազեկում։ Շենք շինություններ, կոդական տաճարներ կառուցելիս ոչ միայն համաչափությունն ու գեղեցկությունն է պահպանվում, այլև սեյսմիկ ռիսկերն են հաշվի առնվում։ Բարձր քվալերին երկրաշարժի ժամանակ անվտանգությունը ապահովելու և փլուզումներից խուսափելու համար, ինչպես նաև երկրաշարժին զոհեր չունենալու համար։